Փառք Հիսուսին, սիրելի եղբայրներ, քույրեր։ Այո, օրհնյալ է մեր Տիրոջ հայտնությունը։ Երեխեքն էս լավ երգեցին այն մարդը խոսալ չի գալիս։ Բայց դրա համար ասում եմ, եթե դարձի չգաք ու չլինեք այս երեխեքի պես, չեք մտնի երկնքի արքայություն, Աստված օրհնի։ Երգի մեջ ասեցին այդ խոսքը, որ եւ խոսքը մարմին հագավ եւ իջավ երկիր եւ ծնվեց արքան։ Ես սրա մասին եմ ուզում խոսալ, սիրելիներ, այս խոսքը երբ որ խոր ուսումնասիրեցի, շատ ուրախացա, պետք է կարդամ Հովանու ավետարան առաջին գլուխ 14 խոսքը, երեխաները այդ խոսքը երգեցին եւ 16-17 խոսքերը։ Եվ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ եւ նրա փառքը տեսանք, ինչպես հորից եղած միածնի փառք, շնորհքով եւ ճշմարտությունով լիքը։ Եվ 16-17 խոսքերը։ Եվ նրա լիությունից մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ, որովհետև օրենքը Մովսեսի ձեռով տրվեցավ, շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռով եղավ։ Առաջին խոսքի մեջ, որ երեխաներն շեշտեցին, սիրելի եղբայրներ, քույրեր, եւ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Ուզում մի փոքր ասել բանի մասին, բանը մենք գիտենք, որ Տեր Հիսուս Քրիստոսն է, ճիշտ է, ուրիշ թարգմանության մեջ ասում է եւ սկզբումն էր խոսքը եւ խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր։ Մեր մոտ էլ տենց է գրած, սկզբում էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր, ամեն բան նրանով եղավ։ Բանը Աստծո խոսքն է, բանը հանդիսանում է Տեր Հիսուս Քրիստոսը։ Տեր Հիսուս Քրիստոսը սիրելիներ Աստծո կենթանի խոսքն էր, որ իջավ մեզ համար, որ Աստծուն բերեց երկիր, Աստծուն բերեց մեզ համար։ Ինչի համար եմ դա ասում, Եբրայեցիների առաջին գլխի առաջին երկու խոսքերի մեջ կարդում ենք շատ մասերով եւ շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների ձեռով այս վերջին օրերումը խոսեց մեզ հետ որդովը, որին ամեն բանի ժառանգ դրավ, որով աշխարհն էլ առավ։ Աստված խոսացել է 5 տակարանի առաջին էջերից մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը Աստծո խոսքով մարգարեների ձեռով, բայց Աստված Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով Աստված ասում է վերջին օրումը խոսեց մեզ հետ իր որդովը, այսինքն բանը մարմին եղավ։ Մենք տեսնում ենք, որ Հիսուսը մարմին հագավ եկավ աշխարհ։ Ինքը մարդացավ եւ մարմնի մեջ հայտնվեց։ Հայտնի դարձավ մարդկությանը։ Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդը հասկանում ենք որպես հայտնություն, ոչ թե կար մի ժամանակ, որ Տերը չկար եւ ծնվեց, ոչ, Տեր Հիսուսը միշտ եղել է, ուղղակի իր ծնունդը որպես հայտնություն։ Ինքը հայտնվեց, հայտնի դարձավ։ Եվ այստեղ եղբայրներ քույրեր գրված այդ մեծագույն հրաշքի մասին, որի մասին մի փոքր ուզում ձեզ հետ կիսվել, եւ ասում է եւ բնակվեց մեր մեջ։ Ինչի համար Տեր Հիսուսը եկավ աշխարհ։ Այստեղ գրած է այդ մեծ հայտնության մասին։ Տեր Հիսուսը եկավ, որպեսզի այստեղ գրած ասում է եւ բնակվեց մեր մեջ եւ նրա փառքը տեսանք, ինչպես հորից եղած միածնի փառք։ Ինքը եկել է, եղբայրներն հիշացրեցին, որպեսզի մեր մեջ բնակություն անի, որպեսզի մենք Աստծու կյանքը մեր մեջ կրենք, որպեսզի մենք Աստծուն ունենանք մեր սրտերի մեջ, եղբայրներ քույրեր, եւ տեսանք, ասում է։ Տեր Հիսուսը եկել է աշխարհ, որպեսզի մենք տեսնենք իրան։ Հովանու ավետարանի մեջ 14-րդ գլխի մեջ Տեր Հիսուսը ասում է, որ իմ խոսքը պահում է, ինքը ինձ կսիրի եւ իմ հայրն էլ իրան կսիրի, ինքն է ինձ սիրողը, իմ հայրն էլ իրան պետք է սիրի եւ մենք պետք է գանք ես եւ հայրը եւ բնակություն անենք նրա մեջ։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Սուրբ Ծննդի գերազանցությունը, սքանչելիությունը դա նա է, որ Աստված մարդու ներսի մեջ բնակվում է։ Սրա համար է Սուրբ Ծնունդը։ Սուրբ Ծնունդը տոնակատարություն չի, այլ ներսի հեղափոխություն է։ Սիրո հեղափոխություն է։ Սուրբ Ծնունդով մեր ներսը
նոր մարդ է դարձել, մենք հեղափոխվել ենք, մենք նոր աստվածային կյանքն ենք ունեցել եւ այսպես ասում են, Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա։ Այսինքն Աստված մարդ դարձավ, չէ՞, եւ հայտնապես մեծ Աստվածպաշտության խորհուրդը Աստված հայտնվեցավ մարմնի մեջ, որպեսզի մարդը Աստծո էությունը ունենա, մարդը հաղորդ լինի Աստծո սուրբ էությանը, մարդը հաղորդ լինի Աստծո ներող էությանը, Աստծո սիրող էությանը, Աստծո բարի էությանը, Աստծո հեզ խոնար էությանը։ Այս սրա համար է եկել Տեր Հիսուս աշխարհ, որպեսզի մենք այդ երկայնամիտ էությանը հաղորդ լինենք, այդ համբերող էությանը հաղորդ լինենք, եղբայրներ, քույրեր։ Եվ ինքը հայտնվեց, որպեսզի մենք իր լիությունից այստեղ 16 խոսք ուշադրություն դարձնում ենք, ասում է, մենք ամենքս առանք շնորհք շնորհքի վրա, շնորհք շնորհքի տեղ։ Կողոսացիների թղթի մեջ գրված է, ասում է եւ երկրորդ գլխի մեջ, որովհետեւ նրանում բնակված է 9-րդ խոսքում Աստվածության ամեն լիությունը մարմնապես։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Տեր Հիսուսի մեջ ամբողջ աստվածային լիությունն էր բնակված մարմնապես, մարմնի մեջ։ Եվ Հիսուսի հայտնությունը, Հիսուսը եկավ աշխարհ, ինքը Աստծո կյանքը, Աստծո խոսքը բերեց երկիր եւ մեր մեջ ովքերս որ հավատում ենք, ովքերս որ տեսանք, այնտեղ գրված ասում է, եւ մենք տեսանք այն փառքը, այսինքն իր ամբողջ այդ աշակերտները տեսան, իր հետ ապրեցին։ Ասում ուր գնանք Տեր, հավիտենական կյանքի խոսքեր ունես Պետրոս առաքյալը։ Սրա համար է Տերը եկել աշխարհ։ Եվ այն ինչ որ կար Աստծո խոսքի մեջ, սիրելի եղբայրներ, քույրեր, Հիսուսը իր ծնունդով եւ այդ իր հայտնությունով այդ կենթանի խոսքը բերեց մարդու մեջ, բերեց մեր մեջ։ Լուկաս ավետարանի մեջ 16-րդ գլխի 16 խոսքում մենք կարդում ենք, ես 17 խոսքը ես իմ կարդացած Հովանու ավետարանից նորից հիշացնեմ եւ զուգահեռ Լուկաս ավետարանի այդ խոսքն էլ պետք է կարդամ, որովհետեւ օրենքը Մովսեսի ձեռքով տրվեցավ, շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռով։ Գիտեք, եղբայրներ, քույրեր, Հիսուսի ծնունդից սկսած, տեսեք, մինչև այդ ասма օրենքը Մովսեսի ձեռքով տրվեցավ։ Միթե Աստծո օրենքի մեջ չկար է շնորհքն ու ճշմարտությունը։ Իհարկե կար, Աստծո խոսքն է, Աստծո օրենքի մեջ շնորհքը եւ ճշմարտությունը կար, բայց մարդն էր անկարող ամբողջությամբ այդ շնորհքն ու ճշմարտությունը պահելու, շնորհքի եւ ճշմարտության մեջ հայտնվելու։ Եվ դրա համար Ղուկաս 16-րդ գլխում գրված է, ասում է 16 խոսքում, օրենքը եւ մարգարեները մինչեւ Հովանեսն են։ Նրանից հետո Աստծո արքայությունն է ավետարանում եւ ամեն մարդ ջանք է անում ուժով մտնել նրան։ Ինչ է նշանակում շնորհքը, օրենքը եւ մարգարեները մինչեւ Հովանեսն էին։ Մինչեւ Հովանեսն էլ, որ մկրտում էր, որ քարոզում էր Աստծո օրենքը եւ մարգարեները, որոնք որ մարդը արտակնապես պահելով մի բան էր ցույց տալիս։ Մարդը օրենքը պահելով, իսրայելացին այս օրենքը պահելով, իրանք ցույց են տալիս, որ կա գերագույնը, որ այս ինչ որ մենք հիմա անում ենք, դա նշանակում է, որ կատարյալը պետքա գա եւ Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդով, սիրելի եղբայրներ, քույրեր, Աստծո կյանքը հայտնվեց, իսկ ասում է շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռով եղավ։ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով իր կատարած գործի հետևանքով աշակերտներն էլ այդ օրենքը պահողներն էին, բայց երբ որ իրանք տեսան եւ հաղորդ եղան կյանքին, Սուրբ Հոգով այդ կյանքը եկավ իրանց մեջ եւ իրանք արդեն կարողացան Աստծո խոսքը պահել, այդ շնորհքից ու ճշմարտությունից կարողացան օգտվել։ Դրա համար Տեր Հիսուսը ասում էր Աստծո արքայությունը մոտեցել է, ժամանակը կատարվել է։ Ապաշխարեցեք եւ հավատացեք ավետարանին։ Ժամանակը կատարվել է, օրենքը մինչև այդ էր, օրենքը Մովսեսի ձեռքով էր, բայց իմ ծնունդով, Հիսուս Քրիստոսի ծնունդով մեզ համար կարևոր գերագույնն է կատարվել, եղբայրներ, քույրեր, եւ Աստծո կյանքի հետ մարդը կարա հաղորդ լինի։
Գիտեք, սա իսկապես տենց է, Տեր Հիսուսի ծնունդը, եղբայրներ քույրեր, սա սիրո հեղափոխություն է։ Նոր Տակարանում մի տեղում գրված է, Պողոս առաքյալը խոսում է տոն կատարելու մասին, ու ասում է, հիմա մենք տոն կատարենք ոչ թե հին խմորվածով, այլ նոր չխմորվածովը։ Այսինքն մարդու ներսի մեջ Տեր Հիսուսի ծնունդը մարդը կարա տոնի, կարա ուրախանա, եթե իր ներսի մեջ նոր էություն է եկել։ Եթե նոր էություն չկա, ինչ տոնի մասին է խոսքը, եղբայրներ քույրեր, բայց այո, իսկականից տոնը, երբ որ տոն կատարենք նոր, չխմորվածովը, հները անցան ամեն բան նոր եղավ։ Գիտեք, եղբայրներ քույրեր, յուրաքանչյուր մարդ ես այսպես եմ հասկանում, որ Հովհաննեսի ու Հակոբոսի նման է իր էությունով։ Թեպետ իրանք էլ էին օրենքը պահում, իրանք էլ էին հրյաներ, բայց երբ որ եւ Հիսուսի հետ էին ման գալիս, չէ՞։ Հիշում եք մի անգամ, երբ որ իրանց այդ գյուղում չընդունեցին։ Այնքան խորը վիրավորվեցին, ասացին, Տեր ուզում ես կրակի չասնենք ու այդ մարդկանց սատկացնենք։ Բոլոր մարդիկ, այ արտակնապես օրենքի մասին իմանալով, տոնի մասին իմանալով, բոլոր մարդկանց ես նմանեցնում Հովհաննեսին եւ Հակոբոսին, բայց յուրաքանչյուր սա ամեն մեկի էությունն է, սա մարդու մեջ եղած մեղավոր բնույթն է, բայց Տեր Հիսուսի բերած կյանքի հայտնությունից հետո մարդը դառնում է Ստեփանոսը։ Այդ նույն Հակոբոսն ու Հովհաննեսն դարձան Ստեփանոսի պես, որ իրան քարկոծողներին տեսավ Աստծո որդուն, տեսավ Հիսուսին կանգնած Աստծո աջ կողմում եւ ասեց հայր, պես մեղք իրանց մի համարի։ Սրա համար էր Տիրոջ հայտնությունը։ Եղբայրներ քույրեր, եղբայրը Սերգեյ եղբայրը հիշացրեց Եսայա մարգարեության 9-րդ գլխի մեջ գրված այդ հիանալի խոսքերը, ահա մեզ մի մանուկ տրվեցավ։ Եվ իշխանությունը պետք է լինի իր ուսի վրա, ինքը կոչվելու է սքանչելի, խորհրդական եւ այլն։ Եվ մենք կարիք ունենք տեսնելու, մենք կարիք ունենք հավատալու։ Այ հարցն է, մարդը հավատում է Աստծո կյանքի, Աստծո էության մեջ եղած կյանքին։ Դու հավատում ես, որ այդ կյանքը լավագույնն է քո համար։ Եթե դու հավատում ես, սա խորը հայտնություն է, եւ դու էսի կունենաս, ես սա կունենամ, եթե ես հավատում եմ սրան։ Հիսուս Քրիստոսի ծնունդը իմ ներսի համար է։ Մեր արտաքինի հարցերը Աստված լուծել է ու լուծում է ու լուծելու է, բայց մեր ներսի հարցը, որ պետք է լուծվի, եսի մեզանից է կախված նաև։ Ինչքանով ենք մենք մեր սրտերի մեջ, մեր ականջներով, այստեղ ասում ենք տեսանք, եղբայրներ քույրեր, ուզում եմ Հովանու առաջին թղթի մեջ հիշացնել մի տեղ, որ Հովհաննես առաքյալը նորից վկայում ասում այն, որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերով տեսանք եւ որին նայեցինք, մեր ձեռքերը շոշափեցին կյանքի բանի համար եւ կյանքը հայտնվեցավ եւ մենք տեսանք եւ վկայում ենք ձեզ եւ պատմում ենք ձեզ հավիտենական կյանքը, որ հոր մոտ էր եւ երևեցավ մեզ։ Այն, որ տեսանք, լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդություն ունենաք մեզ հետ եւ մեր հաղորդությունը Հոր հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ, այս է ամբողջ Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակը։ Երանի այն մարդուն, որ տեսել է, եւ որ հիմա տեսնում է եւ տեսնելու է, եւ նայելու է որպես կյանքի հայտնության ու հաղորդություն ունենալու Հոր հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի հետ, որպեսզի ասում է եւ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ։ Այս բնակությունից հետո մարդը երջանկանում է եւ վերջի խոսքը որ այս Հովհաննեսը ասում է այս կոնտեքստի մեջ ասում է եւ սա գրում ենք ձեզ որ ձեր ուրախությունը կատարյալ լինի այսպես մարդու ուրախությունը կատարյալ է լինում եղբայրներ քույրեր սա երջանկությունն է հավատացյալի երջանկությունը սրա մեջ է որ ձեր ուրախությունը կատարյալ լինի առանց սուրբ ծննդյան կյանքի հետ հաղորդ լինելու այս ուրախության նոր էությունով տոն կատարելու ուրախության մենք երջանիկ չենք դեպետ կարանք տեն շատ մտածենք Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց բայց քո ներսի մեջ խաղաղություն չկա քեզ ինչ որ Հիսուսը ծնվել է ինձ ինչ որ Հիսուսը ծնվել է բայց քեզ մեծ ավետիս քո ներսի քո շուրջը եղած այդ անխաղաղությունների համար Հիսուսը եկել է որ քեզ իր խաղաղությունը տա Խաղաղության իշխան ինքը խաղաղության իշխանն է բոլոր անխաղաղությունները հնազանդվում են իրան
Չկա տենց մի փոթորիկ, մի անխաղաղություն, որ չհնազանդվի։ Մեզ մի մանուկ ծնվեցավ, մի որդի ծնվեցավ, իր անունը պետք է լինի խաղաղության իշխանն է ինքը։ Ինձ հիմա մեծ բան, մեծ ավետիս, որ իմ համար եկել է խաղաղության իշխանը, ինքը բոլոր իմ շուրջ եղած կամ իմ ներսի մեջ եղած անխաղաղություններին կարա հնազանդեցնի։ Քրիստոս ծնվեց, բայց եւ հայտնվեց, չէ, մենք կարանք իրան մաղթենք, բայց հաղթություն չունես մտքերի դեմ։ Օրինակ, հաղթություն չունես մտքերի դեմ, քեզ ինչ, որ Հիսուսը ծնվել է, բայց քեզ մեծ ավետիս, ինձ ու քեզ մեծ ավետիս, այո, սրանում է այդ ավետիսը, որ ինքը եկել է, որպեսզի իմ ու քո մեջ ներգործիր է կյանքով եւ այդ խոսքի հայտնությունով ամեն միտք Քրիստոսին ամեն միտք գերի բռնեն Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Իր համար այս խոսքի մեջ գրված այնքը սքանչելի խորհրդական է։ Եղբայրներ, քույրեր, բոլոր մտքերը պարտված են այդ խորհրդի առջև։ Տիրոջ խորհուրդը այնքան մեծ է, որ չկա այդպիսի մի միտք, որ քեզ կարողանա գերի բռնել։ Եթե Հիսուս Քրիստոսի ընդունում ես սրտիդ մեջ, իր համար է գրված սքանչելի խորհրդական, Աստծո խորհուրդը ավելի մեծ է։ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, տենց է գրված։ Եվ ինքը գալիս է քո մեջ եւ քո ներս ամբողջությամբ վերափոխում է։ Հիմա հաջորդ պահը նայենք, Քրիստոս ծնվեց, բայց մենք մարդկանց հետ խնդիրներ ունենք։ Չգիտեմ, նեղվածություններ ունենք, չենք կարողանում տանել, չենք կարողանում մոռանալ, չենք կարողանում ներել, չի լինում մոռանալ։ Հիմա իմ ներսի մեջ այս խնդիրը կա։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց, ինձ ինչ։ Բայց ինձ կամ քեզ, եթե դու սենց բաներ ունես, քո սրտի մեջ եթե էսի կա մեծ ավետիս Հիսուսին, երբ որ ինքը սքանչելի է, եղբայրներ, քույրեր, երբ որ դու թողնես քո սրտի մեջ, ինքը երբ որ ծնվում է քո սրտի մեջ, ինքը այն Աստվածն է, որ եղբայրներ, քույրեր, մարդկային մեղավոր էությունը, մեղքի բնույթը, այդ մեր անկարող վիճակը, որ չենք կարա, ոչ թե չենք ուզում շատ ժամանակ, այլ չենք կարում, մենք կարող չենք մոռանալու այդ ամեն վիրավորվածությունները, բայց իր համար գրած է հզոր Աստված, իր զորությունը, աստվածային զորությունը կարող է ինձ ու քեզ վերափոխել։ Եվ հենց էսի անում Սուրբ Հոգին, հենց այս հայտնության մասին է ստեղ գրած, շնորհք ու ճշմարտություն, ասում ենք իր լիությունից, հիշենք իր Աստված, ինչ որ Աստծո խոսքով գրվել է, Աստված ոչ միայն էդի ուղակի թղթի վրա մարգարեների միջոցով փոխանցեց, այլ նաև օրերի վերջում իր որդիով բերեց երկիր էդի։ Դա մեր ասում խոսքը մարմին եղավ։ Հիսուսը հանդիսանում Աստծո կենթանի խոսքը, ինքը աստվածային կյանքը բերել է ու բնակեցրել է իմ ու քո սրտի մեջ։ Դրա համար յուրաքանչյուր հավատացյալ, որ իր ներսի մեջ ինքը ուրախ է, երբ որ ոչինչ բան չկա, իր աչքերին նայում ես ինքը ցնծում է, այդ կյանքի զորությունն է իր մեջ։ Եվ մեր մեջ գրած է ինքը հզոր Աստված է, դու նայի իրան։ Հովհաննեսը նայել է։ Հակոբոսն ու Հովհաննեսը նայեցին, դրա համար վերափոխվեցին։ Հակոբոս առաջինը մարտիրոսվեց Տեր Հիսուսի համար։ Հովհաննեսն դարձավ սիրո առաքյալը։ Ստեփանոսը նայեց իրան, ու իր ներսի մեջ եղավ այդ հեղափոխությունը։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց, բայց ես ու դու ապրում ենք մեր հպարտ էությունով, երևացող։ Ուզում ենք ամենտեղ երևալ, ուզում ենք մենք բարձրանանք, մեր վարքով, մեր, չգիտեմ, ամեն ինչով, մեր խոսքերով մենք հպարտ ցուցադրող էությունով հիմա Քրիստոս ծնվեց, հայտնվեց, բայց ինձ ու քեզ ինչ։ Ինձ ինչ, եթե ես ապրում եմ այս էությունով, հպարտ, ինքնահավան, մեկը չի կարող ասի ինձ մեղադրում եմ սաղին, ինքնաարդարացող էությունով, ամեն ժամանակ հենց ամեն բանի մեջ ինձի արդարացնում եմ դիմացինին եւ նույն ժամանակ մեղադրելով։ Ինձ ինչ, քեզ ինչ, որ Հիսուսը ծնվել է, եթե ես սենց եմ ապրում։ Բայց ինձ ու քեզ մեծ բան, մեծ ավետիս Հիսուս Քրիստոսի համար գրված հավիտենականության հայր, երբ որ ինքը հայրական, իր հայրական սերը այնքան մեծ է, եղբայրներ, քույրեր, երբ որ մենք ուղղակի աղոթքի մեջ կլինի, ներքին սենյակի մեջ կլինի, թե Աստծո խոսքը կարդալուց կլինի, երբ որ դու հաղորդ ես լինում, նայում ես, այսինքն վստահում ես, համաձայնում ես, կյանքին ես նայում, որպես կյանքի աղբյուր ես դու նայում։ Իր հայրական սերը այնքան մեծ է, որ երբ որ քո մեջ է գալի, իմ մեջ է գալի, եղբայրներ, քույրեր, մենք տենում ենք իր մեծությունը,
ու խոնարհվում ենք։ Մենք էլ չենք տենում, որ մենք բարձր ենք, մենք չենք ուզում մեզ արդարացնել, մենք տենում ենք ինքը ոնց է մեզի արդարացրել, ինչից է մեզի արդարացրել, ինչպիսին ենք մենք, այնքը սքանչելի է եւ սիրելի եղբայրներ քույրեր, թող Աստված օրհնի, որ մենք իսկապես այս հայտնությունը, որ մեր սրտի համար է, մեր ներսի համար է, ամեն վարքյան ընդունած լինենք։ Գիտեք, կարա խնդիրներ լինի, կարա մենք սայթակենք, բայց մեր ականջներին այս խոսքը կա։ Աստծո խոսքը կա։ Սուրբ Հոգին ուզում է, որպեսզի մի վարքյան առաջ չի ուզում, որ մենք մնանք իրանից անջատված, ուզում է մեր ներսը, ու երբ որ այդ խոսքը մեր ականջին կա, մենք համաձայնվում ենք, ասում ենք, Տեր, ես հավատում եմ, որ քո կյանքը, որ լցվի իմ մեջ, թեպքուս հիմա երևույթով ես կարողա տանուլ եմ տալի, չգիտեմ, ես կարողա չեմ տուժվում եմ ստեղ, ինչ որ միտեղ, բայց ես հավատում եմ, որ քո, չգիտեմ, իմ աչքերը չեն տենում, բայց ես ուզում եմ քեզ տենամ, որովհետև գիտեմ, որ քո բերած կյանքի մեջ կա երջանկություն։ Գիտեմ, որ ճիշտը քո ասածն է, որովհետև այստեղ ասում է, որ շնորհքն ու ճշմարտությունն է Հիսուս Քրիստոսի ձեռքով եղել։ Եվ մենք Հիսուսի ծննդի նպատակը, եղբայրներ քույրեր, մեզ երջանկացնելն է։ Եվ թող Աստված օրհնի, որ Հովհաննես առաքյալի գրած խոսքերի 4-րդ խոսքը առաջին գլխի մերը լինի, եւ սա գրում ենք ձեզ։ Ես ասեմ եղբայրներ քույրեր, այստեղ Աստծո խոսքի մասին է գրված։ Աստծո խոսքի նպատակը ընդհանրապես ինչն է։ Ասում է այն, որ սկզբից լսեցինք։ Աստծո խոսքը, չէ՞։ Տեսանք Հիսուսին, մեր ձեռքերը շոշափեցին իրան։ Հետո ասում է իրան նայեցինք, այսինքն որպես կյանք, որպես Աստված իրան ճանաչեցինք, նայելը սա է, որ մենք իրան նայեցինք որպես կյանքի։ Ու հետո ասում է, այդ կյանքը հայտնվեց եւ տեսանք եւ պատմում ենք ձեզ, նպատակը ո՞րն է։ Հավիտենական կյանքը, որ այն որ տեսանք, լսեցինք, պատմում ենք, որ դուք էլ հաղորդություն ունենաք նրա հետ եւ հոր ու որդու հետ հաղորդություն ունենաք։ Աստծո խոսքը, որ կար մինչև Տեր Հիսուսը։ Օրենքը մարգարեները մինչև Հովհաննես Մկրտիչը։ Մի բանի համար էր, որպեսզի մարդու ներսը վերջի վերջո հաղորդ լինի Աստվածային կյանքին եւ 5 տականում են մարդիկ, որ խորը տեղ տվեցին Աստծո խոսքի հետ հաղորդ եղան։ Եվ Հիսուս Քրիստոսն էլ, որ այդ կենթանի խոսքը Աստծուն բերեց երկիր մեր մեջ, երի նպատակը դա է, որպեսզի վերջնական մենք հաղորդ լինենք Աստվածային կյանքին։ Եվ այս 4-րդ խոսքը վերջում ուզում եմ կարդալ եւ աղոտ կանենք։ Եվ սա գրում ենք ձեզ, այսինքն Աստծո խոսքի որպես լոգոս, որ գրված է թղթի վրա գիտություն, որպես ռեմա, որ Հիսուսն է հանդիսանում Աստծո կենթանի խոսքը, որ եկել է երկիր, ընդհանրական եւ սա գրում ենք ձեզ, Աստծո խոսքը մեզ համար եղել է, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Այսինքն մենք վերջի վերջո ապրենք Հիսուսի հետ, ապրենք այն կյանքի ուրախությունով, եւ ես համաձայն եմ այդ ասացի հետ, որ Աստված մարդացավ, որպեսզի մարդը Աստվածանա, այսինքն Աստծո էությունը ունենա, որ կարանք սիրենք, Ստեփանոսի նման կարանք ներենք, թող Աստված օրհնի մեզ, ամեն, աղոթենք շուտ։